որոշեց անկախ Ուրեմն մենք ինչ բացատրեցինք, որ քանի որ դեռ կոնսենսուս ձեռք չի բերվել, իսկ աշխարհը սպասում է այդ կոնսենսուսը։ Եվ հիմա հնարավոր չի քանի որ կանոնակարգի մասին օրենքի խախտումներ են տեղի ունեցել, մեր կոնկրետ առաջարկները չեն հաջողվել, չեն քննարկվել։ Քանի որ հանրության կողմից կան բազմաթիվ առաջարկներ, որոնք դեռ չեն քննարկվել, մասնավորապես Transparency International-ի առաջարկները, որ մենք ընդգրկել ենք 3 ֆրակցիայի առաջարկների մեջ, որ ստորագրել եմ ես, Հովհաննես Մարգարյանը եւ Զավի Կոստանդյանը։ Այդ բաները չեն քննարկվել։ Ուրեմն մենք չենք վաստակցի քննարկմանը, եթե չտրվեն հրապարակային երաշխիքներ, որ կոնսենսուսի ձեռքբերման պարագայում օրենքի ընդունումից անմիջապես հետո հավաքվի արտահերտ նիստ, որտեղ կոնսենսուսի ձեռքբերված կոնսենսուսի դրույթները կմտցվեն օրենքի մեջ։ Թեկուզ եւ արդեն ընդունված ավարտված օրենքը նորից կփոփոխվի։ Պարոն Սուրաբյան, ես ճիշտ գիտեմ, որ իշխանությունը համաձայնվել է հրապարակել ընտրական ցուցակները, բայց ոչ թե անհատականները համարների տեսքով, այսինքն ընտրական համարները։ Չէ, այն ինչ որ իրենք համաձայնվել են նախագծում ընդգրկվածը, բայց մենք եթե կոնսենսուս կայացնենք, կարող ենք շատ ավելի բարձր բանի հասնել։ Պարոն Սուրաբյան, այսօր տեղի է ունենալու Սարգսյանի եւ Ալիև հանդիպումը, ինչպես գիտեք, Սարգսյանը հայտարարել էր, որ անիմաստ է բանակցությունները սկսել, քանի դեռ սահմանին մարդիկ են զոհում, էլի շարունակում են խախտումները, էլի զոհեր նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Ճիշտ է, մինչև այդ նախապայմանների ընդունումը այս հանդիպումը եւ հնարավոր է, որ նաեւ այդ հարցերը մենք բազմիցս ասել ենք, որ այս վիճակում, երբ որ պատերազմն է, պատերազմական գործողությունն է կամ դրանց վտանգն է կախված, մենք չենք հարմար չենք համարում քննադատել, մեկնաբանել, խորհուրդներ տալ։ Դա բազմիցս ասել ենք։ Ի վերջո նորից եմ կրկնում, իրավիճակին տիրապետում է իշխանությունը, ռեսուրսներին Ղարաբաղի, Հայաստանի, Ադրբեջանի եւ այլն տիրապետում է իշխանությունը, միջազգային ճնշումներին տիրապետում է իշխանությունը։ Բազմաթիվ անհայտներ կան, որ դիմությունը չի տիրապետում եւ չի կարող տիրապետել։ Այս վիճակում մենք զերծ կմնանք որևէ քննադատությունից, մեկնաբանությունից, խորհուրդներից կամ դատականներից։ Իսկ ինչ ակնկալելու չէ, կարծում ինչ որ բան կփոխվի այս հանդիպումը սահմանում ստեղծված իրավիճակի հետ կապված։ Բայց ինչ ենք զբաղվում կանխագուշակելով։ Մենք գուշակներ չենք։ Կարծես լուրջ կազմ է հավաքված, արտգործնախարարներ են եկել եւ դա հուշում է, որ միջազգային հանրության կողմից կա ինչ-որ գործառույթություն, որ ինչ-որ ձևով կարգավորել իրավիճակը։ Բայց դրանից ավելին մենք ոչինչ չգիտենք։ Մենք գիտենք միայն, որ այս պահին բնական է, որ աշխարհը վճռականորեն է տրամադրված, հատկապես Քարոզիայի հետ, Քարոզիա պատերազմից հետո։ Իսկ այդ նախապայմանների մասով դուք կիսում եք այդ նախապայմանները, որոնք ներկայացված են նախագծում։ Դրա մասին դեպքերն է խոսացել մեր պրեսրելիզում էլ Միացյալ Նահանգների Իսպանիայի հետ Պետրոսյանի հանդիպման պրեսրելիզում հրապարակվել է Պետրոսյանի մոտեցումները այդ հարցում։ Այսինքն դրանք երեք նախապայմանը չեն կատարվել, բայց Սարգսյանը գնացել է բանակցային։ Ես չգիտեմ կատարվել են չեն կատարվել կամ ինչ տեսքով են կատարվել եւ արդյոք դրա հետ կապված դրույթները նույնպես քննարկվում են բանակցություններում։ Մենք չենք տիրապետում այդ ինֆորմացիան, չունենք։ Այնպես որ չեմ ուզում դատողություններ։ Սուրաբյան բաղացան ասում որ
Ձեր ու ասում է, որ արգումենտներ չեն բերում, ինչու են ձեռապահ քվեարկում, Բաղրատյանը բոլորություն չասում։ Նախ ձեռնպահ, եթե մեզ ավերում, մենք ձեռնպահ չենք քվեարկել, մենք ընդհանրապես չենք մասնակցել քվեարկության։ Եվ ես շատ հստակ ասացի, որ խնդիրը հետևյալն է։ Մենք իհարկե Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպան ենք եղել եւ կան 88-ից սկսած։ Որպես որպես Ղարաբաղյան շարժման, հայոց համազգային շարժման, հետո նաև որպես կոնգրես, մենք միշտ ինչ որ արել ենք այն ուղղությամբ, որ ինչքան հնարավոր է մոտեցնենք Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը։ Հասկացում եմ, որ Բուդապեշտյան 1994 թվականի գաղտնաժողովը կարելի է ինչ-որ իմաստով համանել այդ ցանկելի գագաթը, երբ որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվեց որպես հակամարտության կողմ, դա բավականին մեծ քայլ էր դեպի միջազգային ճանաչում։ Հիմա մեր խնդիրը հետևյալն է, մեր նպատակը ո՞րն է։ Մեր նպատակը այն է, որ մենք հասնենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման։ Ցանկացած քայլ մենք պետք է գնահատենք, չափենք այդ կոնտեքստում։ Եթե մենք քայլ ենք անում, որով ասենք խոչընդոտում ենք միջազգային ճանաչմանը կամ ասում ենք պրոցեսներ, որոնք հակառակն են գնալու այդ միջազգային ճանաչմանը, բնականաբար նման քայլ անելը ուղղակի անհետացություն է։ Մեծ ծրագրեր Ես նորից ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին Ալբանիային ուղղակի արգելեցին ճանաչել Կոսովոյի անկախությունը, ասելով, որ խանգարի միջազգային ճանաչման գործընթացը։ Այսինքն գերտերությունները, Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունն ասացին, դուք դա ձեր գործը չի, մենք առաջին։ Հիմա ես դες վստահեցնում եմ, եթե ժամանակի Ալբանիան առաջ ընկնելով ճանաչեր Կոսովոյի անկախությունը, կարող է մինչև հիմա նրա անկախություն ճանաչել չունեն ու լրիվ այլ ընթաց կարող է լինել, լրիվ այլ կերպ գնային իրադարձություններ։